Ներողություն խնդրել, չխնդրել։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Վարդևանյան, ողջունում եմ, որ դուք պատրաստական եք ներողություն խնդրել ձեր գործընկերոջ համար, այնուամենայնիվ ակնկալիքս ամենևին դա չէր, ես ուզում եի հասկանալ տրամաբանությունը, թե ոնց է ինքը հայտնվել ձեր ցուցակում։ Երկրորդը, ինչ վերաբերվում է մեր քաղաքական թիմի անդամների կողմից հնչած տարատեսակ հայտարարություններին, ես կարծում եմ նախ համեմատելու եզրեր ուղղակի չկան, եւ եթե խոսում ենք կոնտեքստից կտրելու մասին, երկու տեսանյութերը առկա են եւ մեր հանրությունը կոնտեքստներին երկուսին էլ կարող է ծանոթանալ։ Եվ եւս մեկ հարց օգտվելով հնարավորությունից, պարոն Վարդևանյան, նախընտրական քարոզարշավի ընթացքում մի ձևաչափ կար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, որը կոչվում էր կառավարության նիստ, չգիտեմ, ուժեղ կառավարության նիստ կարող է, որտեղ դուք եւս մասնակցում եք, մասնավորապես այդ հայտնի Հակասաֆարովյան օրենքը դուք եք զեկուցել այդ կառավարության նիստի ժամանակ, եւ ուզում եմ, եթե թույլ տաք, եւս կես րոպե, պարոն Ռուբինյան, եւ հարցս հետեւյալն է. արդյոք 300,000 ադրբեջանցիների վերադարձի այդ թեման ծնվել է այդ ձևաչափով, արդյոք դուք մասնակցել եք այդ քննարկումներին եւ արդյոք այդ տեսահոլովակների բովանդակության մեջ դուք մասնակցություն ունեցել եք։ Տեսահոլովակներից որևէ մեկի բովանդակության մեջ բացառությամբ այն դեպքերի, երբ տեսահոլովակում օրինակ ես կամ այլ դեպքերում առնչություն չեմ ունեցել։ Օրինակ մենք պարզեցինք, որ պարոն Ալեքսանյանը ունեցել է առնչություն, նույնիսկ հենց առաջնային պատասխանատուներից է եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեսահոլովակների տեսանյութերի, իմ վերաբերյալ նման տեղեկություն լավ է կամ վատ է չեմ կարող հայտնել։ 300,000 ադրբեջանցիների հետ կապված հարցը շատ հետաքրքիր է, որ ազգային ժողովի նիստերի դահլիճում նույնիսկ առաջինը մենք դրա մասին չենք խոսել, առաջինը դուք եք դրա մասին խոսել, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները, բայց մի հետաքրքիր մարտավարությամբ անպայմանորեն գալիս եք դրա մասին խոսում եք ու ասում եք սրա մասին չի կարելի խոսել։ Անկեղծ, դա նման այն դեպքերի, երբ օրինակ պատգամավորը գալիս է պատրաստված ելույթի տեքստով, ասում է ես այսօր ելույթ չէի ուզում ունենալ, բայց ստիպված եմ ելույթ ունենալ, բայց պատրաստի տեքստով է եկել։ Հիմա գիտեք, բազմաթիվ նման դեպքեր կան։ Կամ որ ասում են ինձ գրել են բազմաթիվ քաղաքացիներ, բայց ոչ մի քաղաքացի չի գրել։ Արգելի գործընկերներ, մի պարզաբանում մտցնեմ, պարոն Աղաջանյան, քանի որ ասեցիք ուզենք, չուզենք, ձեզ պիտի ընտրենք, ըստ կանոնակարգի այդպես չի, որովհետև ըստ կանոնակարգի ցանկացած նախագահի տեղակալի լինի դա մեծամասնության ներկայացրած տեխնացուն, թե ընդդիմության ներկայացրած տեխնացուն, կարելի է ընտրել եւ կարելի է չընտրել եւ երկու դեպքում էլ ոչ մի ճգնաժամ չի առաջանալու։ Սա զուտ կանոնակարգային